իմ տպավորությամբ ամենաշատը քաշվելու է այդ Սարիկը։ Նա որ խելոք լինի, ես նա իմ ընկերը չի, ես նրան ոչ տեսել եմ, ոչ ճանաչել, բայց հիմա իրան կարա մի քանի $100,000 ծրի խորհուրդ տամ, էլ ասենք այդքան արժեքանոց խորհուրդը ծրի։ Կոչ եմ անում Սարիկ Մինասյանի որևէ ազգականի բարեկամի Գյումրեցու, եթե այս հաղորդումը նայում է, անպայման ասեն այդ րոպեները նայեք, որ հատվածն է հիմա գնալու, ասեք այդ րոպեից ինքը նայի։ Սարիկ ջան, թե խելք ունես, Տիգրան Արձաքանցյանն է կուսակցությունի կոչում է, ոնց էր կոչում այդ կուսակցությունը, ես չգիտեմ ինչ հայրենյաց է, ուժը հայրենյաց։ Դու կուսակցություն մտնել սիրում ես, այդ ԿՊ-ից դուրս արի, անշարժ կուսակցություն է, ոչ մեկ քեզ դրա համար բան չի ասի։ Գնա մտի ուժը հայրենյաց կուսակցություն ու հանգիստ այդ փորձանքի մեջից դուրս արի, քեզ պատժելու են եղբայր, դաժան պատիժ է քեզ հասնելու։ Իրանք բնականաբար կարող է մի քիչ էլ անուն հեղինակություն բան այդ ընթացքում չգիտեմ ունեցել է, պարզա որ մենակ ԿՊ անուն լսելու համար մարդիկ ջնջելու են թափեն էդի մեղքը բարթելու են քո վրա, ասել են այդքան փող ծախսենք, այսքան էր, սա մեղք անելու է քո վրա, դա դաժան մարդ է։ Դա դու մտածում ես թե այդպես մի հող առնել ծախելու, մի ավտո առնել ծախելու պատմություն չեն գտնելու, տանելու են քեզ ես իմ վերացնեն բան անեն, կործանեն։ Դու սարի սրանց հետ գործ չունես, դու սարի գնա քո գործերով զբաղվի։ Սա մեղքը գցելու են քո վրա, իրանց համար այս ընտրությունը կարևոր է, թող թողեն իրանց են մազով, մեզով հետան ընտրվեն։ Դու գործ չունես սրանց պատմությունների հետ, հրաժարակ հենց հիմա ասենք գնա կենտրոնական ընտրատարածքային հանձնաժողով, բացարկի դիմում գրի տեխնացիոնից հրաժարվի պրծի սրանցից։ Դες ես քեզ այսօր ամսի ընտրությունները նախընտրական քարոզարշավը չմեկնարկած, Լուսինե Հայրապետյանի տաղավարում Էդգար Ղազարյանը քեզ տվել է քո կյանքի համար վճռական կարևոր նշանակություն ունեցող խորհուրդ։ Կօգտվես, ուրեմն ջանիդ կլինի սաղություն, չէ՞ թո էլի քո ջանին էլի սաղություն, ինչ ասեմ։